Սատանայի հետ բանակցելը դավաճանություն է Ղուրանին, գրությամբ պաստառն է երևում այն իրանցիների ձեռքին, որոնք փողոց են դուրս եկել ծով կասկածներով, թե հրադադարի մասին պայմանավորվածությանը կհետևեն Իրանի թշնամիները։ Թրամփին ու Նեթանյահուին են սատանա անվանում իրանցիները։ Անցյալի փորձից ելնելով, եթե Թրամփն ու Նեթանյահուն համագործակցում են, ոչինչ բացառել պետք չէ։ Եթե միջազգային հանրությունը չկանխի նրանց, այս երկուսից ամեն ինչ սպասելի է։ Այսօր են ցուցարարները փողոց դուրս եկել Հորմուզի նեղուցի մոտիվներով, հաղթական երանգներով որմնանկարի տակ, Թրամփի ծաղրանկարն են պարզել ու գրել նրա հրադադարը խաբկանք է, նա կրկին կվերադառնա։ Փորձը ցույց է տալիս, որ նրանք հաստատում են հրադադար, ինչպես բռնցքամարտում կամ ըմբշամարտում, ընդմիջման նման, իսկ հետո վերադառնում են ավելի ուժեղացած։ Դա չի նշանակում, թե նրանք ընդունել են իրենց սխալները կամ զղջացել իրենց ագրեսիայի համար։ Ամերիկան ու Իսրայելը թշնամի են, քանի դեռ չեն զղջացել, ասում է Շամսը ու ժողովրդական իմաստություն է հիշում։ Մենք ունենք ասացվածք, որ կույրը իր ձեռնափայտը երկրորդ անգամ չի կորցնում։ Թեև չեն վստահում թշնամիներին եւ համոզված են, որ նորից հարձակվելու են իրենց երկրի վրա, անվերապահ կհետևեն Գերագույն հոգևոր առաջնորդի ցանկացած խոսքի, ասում են մարդիկ։ Մենք նրան չենք վստահում եւ երբեք էլ չենք վստահել։ Այդուհանդերձ մենք կշարունակենք ենթարկվել Գերագույն հրամանատարի մեծարգո այաթոլլա Մոջթաբա Խամենեիի հրահանգներին։ Հնարավոր է, որ նրանք ժամանակ են վերցրել վերականգնվելու համար, սակայն նույնիսկ այդ դեպքում մենք լիովին պատրաստ ենք կրակ բացել։ Իրանցիները հիշեցնում են, պատերազմի առաջին օրից Միացյալ Նահանգները իրենց ցամաքային գործողությամբ էր սպառնում, ասում են պատրաստվել են այդ սցենարին եւ երբեք չեն թուլացնելու զգոնությունը։ Բայց համոզված են, Թրամփի բոլոր պլանները իրար խառնվեցին Հորմուզի նեղուցի իրավիճակի պատճառով։ Այն ինչ միջազգայնագետների ու ռազմական վերլուծաբանների քննարկումների թոփ թեման է դառնալու առաջիկա շաբաթներին, պարզ մարդկային օրինակով բացատրում է այս իրանցին։ Հիմա Հորմուզի նեղուցը նման է մեր սեփական խանութին։ Մենք կարող ենք ում ուզենք գումարով ներս թողնենք, ում ուզենք անվճար։ Ումից էլ որ գումար վերցնենք, կվերցնենք այնքան, որքան սրտներս տա։ Տարբեր է։ Մի ապրանքը կտանք 100 թումանով, կամ էլ ինչպես որոշենք։ Մենք ենք մեր Հորմուզը, հպարտանում է իրանցին։ Ալբերտ Սերոբյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։